Բարեողջույն, ձեր հետ խոսում եմ ես, Ռուբեն Բաբայանս, Արհար Մանակ դպրոցի կողմից, շատերի խնդրանքով, Մարդարվեստ մարդու էության ուժերը բացելու համար ներկայացնում եմ տարերքների ուժը բացող շնչառական մոտեցումը։ Մարդ համակարգի համար, մարդ տեսակի համար այն քիչ ուժերից, որ կարելի է խնդրել հասկացողությամբ ու ոչ միայն խնդրել աշխատել, հենց իրանցով օգտվել, դա տարերքներն են։ Այո, ոչ աստվածները, դա հետո առանձին նորից կխոսանք, ոչ այլ ուժեր, որովհետև այդ բոլորին խնդրելու իմաստ չկա։ Իրականում դրանք մենք ինքներս պետք է այդ աստված հաճախականությունը բացենք ու կիրառենք, բայց տարերքների պահը առաջնային այն անվտանգն է, որով ոչ միայն կարող ենք, այլ պետք է տիրապետենք, սովորենք, բացենք։ Ուրեմն, հող տարերք։ Հող տարերքի ժամանակ շնչում ենք քթով, արտաշնչում քթով ու մոտորապես պարապելու համար ամենաքիչը 3 րոպե ժամանակ, որոշ ժամանակ անելուց հետո կմիանա ու բոլոր տարերքներն է, այսինքն ցանկացած վարժություն, երբ որ մենք տիրապետենք շատ անելուց հետո, արդեն այդ դեպքում պետք չի լինի երկար վարժանք, որովհետև միաժամանակ կօգտագործենք թե մատների դիրքը, այսպես կոչված մուդրաները, թե պատկերայինը, թե զգացումը տվյալ տարերքների, թե արդեն շնչառականը ու մնացած ձայնայինը եւ այլ։ Այսօր խոսում ենք զուտ տարերքների բացման շնչառական մոտեցումը։ Օրինակ, հող տարերքը քթով շնչում ենք, քթով արտաշնչում։ Ցույց եմ տալիս։ Պարզ է, իմիջիայլոց, եթե նկատում եք, թե տվյալ պահին շնչելուց արտաշնչելու ժամանակ ու թե նաև ձայնային բանալի վարժանքների ժամանակ իմ մարմինը որոշակի գնում է հետ ու գալիս առաջ։ Ասեմ, դա մտածված ֆիզիկապես հետ տանել ու առաջ բերելը չի տեղի ունենում, այլ շնչի ուժի հաշվին շարժը այդպես է գնում։ Այսինքն, եթե դուք գիտակցաբար մկանի հաշվին եք ձեզ հետ տանելու բերելու առաջ, դա չաշխատեց։ Շարունակում ենք ջուր տարերք։ Շնչում ենք քթով, արտաշնչում բերանով։ Ցույց եմ տալիս։ Ինձ թվում է հասկանալի է։ Նորից կարող ենք պատկերացնել գույնը, ջրի հոսքը զգալը, բայց նորից եմ ասում, սա այսօրվա թեման չի, այսօր մենակ շնչառականը։ Շարունակում ենք օդ տարերք։ Շնչում ենք բերանով, արտաշնչում բերանով։ Ցույց եմ տալիս։ Պարզ է, օդ տարերք։ Իմիջիայլոց քիչ հետո, հուր տարերքի մասին խոսալուց հետո, կասեմ մի բառով, առանց երկար խորանալու, թե որ տարերքը իր մեջ ինչ հաճախականություն է նաև կրում։ Գնացինք, որը մնաց հուրը, կրակը։ Կրակի հուրի էությունը, թե տիեզերական, թե երկրային, թե ամբողջի խորքային հաճախականության հաշվարկով։ Շնչում ենք բերանով, արտաշնչում քթով։ Երևի նկարներում կամ ինչ որտեղ տեսած կլինեք նմանատիպ պատկերներ։
օրինակ Գուրկիկ Ջալալու նկարը, օրինակ մուլտֆիլմների մեջ վիշապները կամ ցուլերը քթով արտաշնչելուց կրակի հոսքը նկատած կլնեք։ Գնացինք, ցույց եմ տալիս։ Պարզ էր, այսինքն դուք տեսաք 4 տարերքների շնչառությունով բացելու մոտեցումը մարդու մոտ։ Բնականաբար վարժանքը մի օրով չի ամրապնդվում, երկար ժամանակ պետք է կատարվի, բնականաբար նորից սոցիալական կյանքում ցանկացած անհրաժեշտության դեպքում կիրառելու համար ու նաև ոչ միայն սոցիալական, այլ կոնկրետ աշխատանքներ կատարելու ժամանակ, ավելացնելով համապատասխան այլ միջոցառումներ։ Իմի, հիշում ենք, կրակ հուրը դա մարդու նյարդային համակարգն է, դե մարդու կապը երկիր մոլորակի կամ մայր հողի ներքին ուժերի հետ, դա արփի ուժն է, որը որ մեզ է հասնում արեգակի միջոցով, այսինքն արևի համապատասխան շղթայական փոխանցումով, շարունակությունը հողը դա առավել խտացված նյութական աշխարհի համապատասխան ուժն է կամ այսպես կոչված քար ուժը, հիշում ենք, չէ՞, մի անգամ ասել եմ, քարը ցանկացած քար երկրի վրա ինքը ողջ տիեզերքի ցանկացած տեղի ինֆորմացիան իր մեջ կրում է, դա հետո էլի կխոսենք։ Հաջորդը որն էր, ջուրը, դա գիտելիքն է, ջուրը տալիս է գիտելիքի աղբյուր, ջուրը բացում է գիտելիքով առաջնորդվելու, գիտելիքը օգտագործելու հզորությունը, ու մյուսը օդը դա արդեն ամբողջական ինֆորմացիայի հետ կապն է, ամբողջական ինֆորմացիա, թե տիեզերքի ամբողջությունից, անդունդներից ու խորքերից եկող, թե երկրի վրա գտնվող ցանկացած մարդու, ցանկացած առարկայի, ցանկացած աստվածության ինֆորմացիայի հետ կապնվելու համար։ Այս խոսակցությունը ընդամենը նրա համար էր, որ կարողանաք շնչառության տարբերակով բացել ձեր մեջ տարերքների ուժը, իսկ թե դրանց հետ այլ բաներ ինչ կարող ենք անել ու ինչով հզորացնել, ուժեղացնել, դա արդեն հաջորդ անգամ։ Հա, իմիջիայլոց մի բան էլ երևի բոլորդ նկատեցիք, որ ես վարժանք կատարելու ժամանակ ներքին ժպիտ կար ու նաև դեմքի վրա որոշակի, հա, կարևորը սիրտ արևահոսակում ուրախության դաշտի զգացում։ Ինչի համար, որովհետև տենց է պետք, որ ասма կարճ ասա, բայց խորացված։ Առանց ներքին հիան էներգիայի ցանկացած վարժանք վնաս է տալիս մարդուն։ Վնաս է տալիս այն առումով, որ ցանկացած կատարված բանի, այսպես կոչված վառելիքը, հա, այլ հասկացողության բենզինը կամ գազը ոնց որ ավտոյի մեջ հանդես է գալի մարդու մոտ, հույզը, դրական հույզը ցանկալի է ուրախության դաշտինը, որ բերի ուրախության արդյունքներ։ Այսինքն, եթե ապահովված չունեք դա, ապա դա չի նյութականում, չի հաճախականությունը աշխատում ձեր համար։ Այս պահին այսքանը։ Լավ եղեք։ Մարդ արվեստ, Արհար Մաննակ դպրոցի կողմից։